Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ուզում եմ փաստել, որ նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային դրական դիրքորոշում ունի եւ շնորհակալություն գործընկերներին ներկայացված առաջարկներ ընդունելու եւ դրանով հանդերձ խմբագրված տարբերակը այսօր ներկայացնելու համար։ Իհարկե առաջարկ ներկայացրել ենք նաեւ ռեզիդենտության կանոնի ստուգման մեխանիզմը ավելի իդենտիկ դարձնելու մասով կարգավորում նախատեսելու վերաբերյալ առաջին երկրորդ ընթերցման ռեժիմում բնականաբար հարցը կքննարկենք։ Հիմա անդրադառնամ հիմնական մտահոգություններին, ինչքան որ իմ ժամանակը թույլ կտա, հարգելի գործընկերներ։ Նախ առաջինը, երբ որ մենք նշում ենք հանրային քննարկումների մասնակցության պակասի եւ մնացյալի մասով, հարգելի գործընկերներ, ես 3 պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին հիշում եմ ընդամենը ձեր այս հատվածում նստած անձանցից ընդամենը մեկին մասնակից Եվ եթե կարիքը տեսնում եք հարցեր բարձրաձայնելու, բնականաբար հանձնաժողովի նիստը հարթակներից մեկն է, որի շրջանակներում կարող ենք շատ ավելի երկար ժամանակային ձևաչափով քննարկել եւ բոլոր հարցերը դիտարկել։ Ինչ վերաբերում է 48-րդ հոդվածին եւ այն մեկնաբանությանը, որ 48-րդ հոդվածը հնարավորություն չի տալիս ընդհանրապես որևէ ձևով անդրադառնալ ընտրական իրավունքին, ես մեր հայրենակիցների համար ուզում եմ ընթերցել 48-րդ հոդվածի համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հատվածները։ 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Երրորդ մասը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու եւ ընտրվելու տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրությանը կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչպես տեսնում են նաեւ մեզ հետևող սիրելի քաղաքացիները, նույնական է բառ առ բառ երկու ընտրությունների մասով էլ, թե համապետականի տրամաբանության մեջ եւ թե նաեւ տեղական ինքնակառավարման։ Հիմա հարցս հետեւյալն է. Ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում մենք նախատեսել ենք 6 ամսվա հաշվառման կանոնը, որը տվյալ համայնքի բնակիչներին ընդհանուր առմամբ տարբերակում է եւ ընտրական կորպուսը կարող է ձևավորել բացառապես 6 ամսվա հաշվառման կանոնի տրամաբանության մեջ։ Հիմա եթե այս կանոնը կա եւ մինչ այս պահն էլ մենք մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ենք ունեցել, ընդ որում որևէ նշանակություն չունի հաղթել է իշխանական թևի ներկայացուցիչ թե ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, ստացվում է, որ այդ մեկնաբանության պայմաններում այս հարցը բարձրացնողները ընդունում են, որ հակասահմանադրական պրոցեսի արդյունքում է տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Եթե ընդունում ենք, որ այդպիսի բան չկա, որովհետև նույն Վենետիկի հանձնաժողովը շատ տրամաբանական է համարում լոկալ ընտրությունների ժամանակ հաշվառման կանոնի նախատեսումը եւ նստակեցության ցենզի սահմանումը, նշանակում է ընդունում ենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածը դաշտ է տալիս մեկնաբանության եւ օրենսդիրը կարող է որոշարկել այն ծավալները, որոնք որ կարող են տեղ գտնել ընդհանուր ընտրական process-ում։ Սա առաջինը։ Երկրորդը, այո, Վենետիկի հանձնաժողովը ունի բազմաթիվ խորհրդատվական կարծիքներ Հայաստանի Հանրապետությանը տրամադրած, այդ թվում 2015 թվականի Սահմանադրության մասով, բայց քանի որ խորհրդակցական մարմնի կողմից են տրամադրված կարծիքները, իհարկե արժևորելով ամբողջ մասնագիտական ներուժը, Հայաստանի Հանրապետությունը որոշարկել է այս կամ այն առաջարկը ընդունել կամ չընդունել։ Ընդ որում առաջարկներից մեկը վերաբերել է նաև պասիվ ընտրական իրավունքի համար նախատեսված ցենզին, այդուհանդերձ հաղթահարելով կարծիքը ի վերջո Սահմանադրության մեջ եւ մնացյալ օրենսդրական կանոններում պասիվ ընտրական իրավունքի համար նախատեսվել են նման վավերապայմաններ։ Եվ եթե ամփոփենք միջազգային կառույցների եւ կոնվենցիոնալ մեխանիզմների առումով արկա նախադեպային իրավունքը, մենք նաեւ եվրոպական դատարանի մի շարք վճիռներ ունենք, որտեղ որ դատարանը հստակ արձանագրում է, որ նախ ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետությունները ունեն հայցողություն այն սահմանափակելու, սահմաններ գծելու այդ իրավունքի շրջանակներում, բնականաբար պիտի ապահովեն մի շարք վավերապայմաններ։ Պիտի սահմանափակումը կամ նախապայմանը, անկախ նրանից, թե որ մեկը ինչպես է մեկնաբանում այս դրույթը, պիտի նախատեսվի օրենքով, պիտի հետապնդի համաչափ նպատակ, իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական հանրապետությունում, հասարակությունում։ Բնականաբար այս 3 չափանիշներն էլ կառավարության գնահատման պահպանված են օրենսդրական նախաձեռնության շրջանակներում եւ անդրադառնալով հատկապես վերջին կանոնին, այսինքն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, սա ուղիղ բխում է իրական ժողովրդաիշխանության գաղափարից, այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտը պիտի ենթադրի կայուն եւ իրավական կապ քաղաքացու եւ պետության միջեւ։
Իսկ ընտրությունները հատկապես հաշվի առնելով, որ քաղաքական իրավունքի իրանց բան դաշտ են ստեղծում, այս տեսանկյունից կարևոր է, որ ընտրական process-ին մասնակցեն այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում են բնակվում, Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքի վրա ազդեցություն կարող են ունենալ այդպիսով եւ այստեղ բնակվելու պայմաններում կարող են շարունակել իրենց վերահսկողական գործիքակազմի կիրառումը եւ հետեւել նաեւ իրենց ընտրության արդյունքներին։ Շատ կարճ, թերևս այսքանը, ես հուսով եմ, որ եզրափակիչ ելույթի շրջանակներում, եթե կարծիքներ լինեն, կանրադառնամ դրանց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այժմ կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար։ Հերթագրում։